Պատրաստելու ենք շոկոլադե գնդիկներ։ Օգտագործելու եմ սիլիկոնե ֆորմաներ տարբեր չափսերի, որոնք պատվիրել եմ on-line խանութից։ Նաև օգտագործելու եմ Candy Melts։ Սա մաքուր շոկոլադ չէ, բայց ունի շոկոլադի համ։ Այս հաբերը հատուկ նման դեկորներ պատրաստելու համար են։ Իրենց բաղադրության շնորհիվ հեշտ են օգտագործման մեջ, ի տարբերություն իրական շոկոլադե սալիկի։ Իրական շոկոլադից նույնպես պատրաստում են շրջաններ, բայց պետք է տիրապետել որոշակի նյուանսների շոկոլադի հետ աշխատելու համար, որպեսզի ստացվի։ Իսկ այս Candy Melt-ի հետ աշխատելը շատ հեշտ է եւ նաեւ մատչելի։ Ես այս Candy Melt-ը տեսանյութի ընթացքում կկոչեմ շոկոլադ։ Նաև օգտագործելու եմ ոսկեգույն կանդուրին, որը իրենից ներկայացնում է ոսկեգույն փոշի, հատուկ նախատեսված է սննդի մակերեսը ներկելու համար։ Այն կարելի է օգտագործել վերջում, պարզապես բացել սպիրտով եւ վրձինով ներկել, բայց ես այս անգամ ներկելու եմ սիլիկոնե կիսաշրջանը եւ հետո շոկոլադը լցնելուն պես այն ամուր կկպնի շոկոլադի մակերեսին։ Շոկոլադի հաբերը հալեցնում ենք կամ ջրային շոգեբաղնիքի միջոցով, կամ միկրոալիքային վառարանի մեջ։ Ես 1.5 րոպեում հալեցրեցի միկրոալիքային վառարանում եւ սկսում ենք ամբողջությամբ պատել կիսաշրջանները շոկոլադով։ Չենք անում բարակ շերտով, քանի որ հանելուց եւ իրար կպցնելուց կջարդվեն։ Կարող եք մի շերտ քսել, մի փոքր սպասել սառչի եւ երկրորդը քսել։ Պետք է լինել ուշադիր, որպեսզի որևէ հեղուկ չկպնի շոկոլադին, քանի որ այն անմիջապես կդառնա անպիտան, եւ ջրային շոգեբաղնիքում հալեցնելուց պետք է լինել ուշադիր եւ հեռու պահել ջրից։ Ես օգտագործելու եմ եւ սպիտակ եւ մուգ Candy Melt, որպեսզի ցուցադրեմ, թե ոսկեգույն կանդուրինը ինչպես է նայվելու այդ երկու գույների վրա։ Շոկոլադե գնդիկները ներկում են ոչ միայն կանդուրինով, այլ յուղի վրա հիմնված ներկերով, որոնք հատուկ շոկոլադը ներկելու համար են նախատեսված։ Ավարտելուց հետո տեղափոխում ենք սառնարան 20 րոպեով։ Հանում ենք սառնարանից եւ հեշտությամբ առանձնացնում կիսաշրջանները սիլիկոնից։ Տեսեք ինչքան տարբեր է նայվում կանդուրինը սպիտակ եւ մուգ շոկոլադի վրա։
Մնում է կպցնենք իրար եւ ստանանք շրջան։ Կա երկու տարբերակ. կամ կպցնում ենք նույն շոկոլադի մեջ թաթախելով համապատասխան գույնի, կամ որևէ տաք մակերեսին կպցնելով արագ ամրացնում ենք իրար։ Պարտադիր չի լինի մետաղից մակերես։ Կարող եք եւ ապակու ծամանը դնել ոլորշու վրա, տաքացնել եւ օգտագործել։ Կարևոր պայման է, որ մակերեսը չլինի շատ տաք, քանի որ շատ արագ է հալչում շոկոլադը եւ կարող է կեսը հալչել։ Եվ անհրաժեշտ քանակից լավ է մի քանի հատ ավել անել, քանի որ հնարավոր է մի քանի հատ չստացվի։ Կարծում եմ շատ գեղեցիկ է նայվում, կարելի է կպցնելուց առաջ մեջը լցնել որևէ թեթև կոնֆետ կամ մարշմելլոու։ Իսկ տորթը զարդարելու համար գնդերը իրար կպցնում ենք նույնպես իր իսկ հալեցրած զանգվածով։